Տիրոջանը փառաբան եղբայրներ քույրեր, Չգիտեմ, այսօր ստից տրված է խոսել մեկ թեմայի շուրջ։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ ամենակալ Տիրոջ խոսքին ձեր քեզ հետևյալն է հորդորում եւ ասում. Եսայի ներողություն, Երեմիայի մարգարեության առաջի գլխի 12-րդ համարի վերջնամասում այսպիսի տողեր է գրված. Ես պիտի հսկեմ իմ խոսքերի համար, որ կատարեմ այն։ Երբ որ մենք կարդում ենք Սաղմոսների մեջ 138 Սաղմոսի երկրորդ համարում ամենակալ Աստծո խոսքի վրա նայեք ինչ ասում Դավիթ թագավորը 138-ի երկրորդ համարում գրված է, որ բոլոր անունիցդ բարձր մեծարեցիր քո խոսքը։ Եվ երբ որ կարդում ենք ավետարանի մեջ գրված է երկինք երկիր կանցնի, բայց Աստծո խոսքից մեկ նշանակետ չի անցնի։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու ամբողջ սրտով հավատանք իրեն խոսքին։ Եղբայրները խոսեցին կամ այսօր արդի ժամանակահատվածում կա մեծ խնդրեմ, եւ ես կուզեմ, որպեսզի այդ խնդրեմի լուծումը մենք ամեն մեկս գտնենք մեր կյանքի մեջ։ Եվ մեկ ուրիշ համար պիտի կարդամ, որը գրված է Սուրբ Գրքի մեջ, նայեք ինչ է ասում Երեմիայի մարգարեության մեջ, ամենակալ Աստված Երեմիայի շուրթերով 8-րդ գլուխ 22-րդ համար։ Բալասան չկա քաղատում, կամ բժիշկ չկա այնտեղ, ապա ինչու համար առողջություն չգտավ իմ ժողովրդի աղջիկը։ Այսօր ուզում եմ, որպեսզի մենք լուրջ նայենք ամենակալ Տիրոջ խոսքին եւ տեսնենք, թե խնդիրները որտեղից են։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Այսօր մենք որպես մարդ, երբ որ մեր կյանքի մեջ խնդրեմ է լինում, ուղղակի կուզեի, որպեսզի լուրջ նայենք։ Երբ որ մարդը ծանր հիվանդանում է կամ հիվանդության մեջ, առաջինը ինչի մասին է մտածում եւ ինչ է խորում մտածում, ում դիմի։ Մարդկանց հարցնելով էս մեկի անուն է տալիս բժիշկի, մյուսի, բայց հետաքրքիր է, Երեմիայի մարգարեության մեջ ասում է, միթե բժիշկ չկա քաղատում։ Ելիս գրքից կարդամ մեկ համար, նայեք ինչ ասում ամենակալ Աստված 15:26 համարից, ելից 15:26 եւ ասեց. Եթե իրավ լսեք քո Յովասու ձայնին, եւ ինչ որ նա աշկի առաջին ուղիղ անես, եւ նրա պատվիրանքները ականջ տնես, նրա բոլոր կանոնները պայս, այն ախտերից է ոչ մեկը քեզ վրա չեն բերիլ, որոնք Եգիպտացին վրա բերի, որտեղ ես եմ Յովան, քո բժիշկը։ Քուրեր չան, եղբայրներ չան, շատ անգամ Մանուկոն եղբայրն ասում է, ինչի բժիշկներին փող տակ։ Այսօր կա միջոց, եւ ես կուզեմ այդ միջոցի մասին խոսել, բայց կուզեմ տեսնենք որտեղից է խնդիրները։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, քուրեր չան, եղբայրներ չան, ողջ Երեմիայում ամենակալ Աստված 3-րդ գլխի 33-րդ համարում այսպիսի խոսքեր ասում, որովհետև նա իր սիրտը չի նեղացնում եւ տրտմեցում, որովհետև նա իր սիրտը չի նեղացնում եւ տրտմեցում մարդկանց որդիներին։ Աստված որևէ մեկին չի ուզում նեղացնել, չի ուզում խնդիրներ ստացել։ Բայց իմի հարցը հետեւյալն է, ինչու համար ունենք մենք խնդիր։ Այս մասին ես ուզում եմ անդրադառնալ եւ ես կուզեի, որպեսզի ես եւ դու կարողանանք սա հասկանալ։ Մարդիկ կա, որ այսօր չեն տեսնում որտեղից է իրենց խնդիրները։ Նախապես ասեմ հետեւյալ միտքը, որ մարդը ինչի հետևանքով է հիվանդանում։ Երբ որ մենք կարդում ենք Միքիա մարգարեության 6-րդ գլուխ 13-րդ համարի մեջ գրված է, ուրեմն ես էլ հիվանդացնում եմ քեզ զարկելով, ավերակ եմ անում քո մեղած պատճառով։ Առաջինը մեղքի պատճառով։ Երկրորդ է, որ մենք նայում ենք Աստծո փառքի համար։ Հիշում եք, եկան Հիսուսի մոտ եւ երեխային բերեցին, հարցրեցին, թե հիվանդությունը ում պատճառով է։ Ինչ ասեց Տերը, Աստծո փառքի համար։ Բայց կուզեի, որպեսզի ես եւ դու տեսնենք մեր իրական վիճակը, որն է խնդիրը եւ որտեղից է բժշկությունը։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Երբ որ մենք կարդում ենք Ղևտացիների թղթի մեջ, նայեք ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետ ինչ է խոսում։ Սա գրված է
Ղևտացիների 26-րդ գլխի 14-ից կարդում եմ մինչև 17 համարը։ Ամենակալ Աստված նայեք ինչ է հորդորում եւ ինչ ասում ինձ եւ քեզ։ Բայց եթե ինձ չլսեք եւ այս բոլոր պատվիրանքները չկատարեք, եւ իմ կանոնները անարգեք եւ ձեր հոգին իմ դատաստանից զզվի, որ իմ բոլոր պատվիրանքները չանեք եւ իմ ուխտիցը դժեք, ես էլ սա կանեմ ձեր վրա, կուղարկեմ տակնապ, ծիրանակուն աղտ, տենդ, որ աչք է փչացնում եւ հոգին մաշում, եւ ձեր սերմը դատարկ է սերմեք, որովհետեւ ձեր թշնամիները կուտենան, եւ իմ երեսը ձեր վրա կդարձնեմ, եւ ձեր թշնամիները առաջին կսպանվի, եւ ձեզ ատողները կիշխեն ձեր վրա, եւ կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ Քուրս ջան, եղբայրներ ջան, առաջին ամենակալ Աստված ասում է մեր խնդրումը հետեւյալն է, որ ես եւ դու Աստծո խոսքը չենք լսում։ Գրված է 14 համարի մեջ, բայց եթե ինձ չլսեք, 15 համար իմ կանոնները անարգեք, 16 համարի մեջ գրված է, ես էլ սա կանեմ, 17-ը ձեր թշնամիները առաջին կսպանվեք։ Ուրեմն սա մեր կողմն է, Աստծո կողմը չէ։ Քուրս ջան, եղբայրներ ջան, սա համար ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու լսենք ամենակալ Տիրոջ խոսքը։ Մենք շատ անգամ ասում ենք հետեւյալը բժշկությունը հավատքով այո եւ ամեն։ Այսինքն, երբ որ մարդը հավատում է ամենակալ Տիրոջ խոսքին, նաեւ մեկ միտք էլ ուզում եմ կարդալ Հոբի խոսքերից, որտեղ որ ինքը Հոբը ինձ եւ քեզ սովորեցնում է։ 5-րդ գլուխ 17 համարի մեջ գրված է հետևյալ միտքը. Ահա երանել է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժ է, որտեղ նա խոցում է եւ փաթաթում է, նա զարկում է եւ նրա ձեռքը բժշկում է։ Ինչու համար է Աստված այսպես վարվում, որն է պատճառը։ Ես կուզեի, որպեսզի մենք տեսնենք հիմքը եւ կարողանանք իրոք ունենանք բժշկություն։ Նորից անդրադառնում եմ Հոբի խոսքերին 33-րդ գլուխ 14 համարից գրված է մինչև 19-րդ համարը։ Նայեք ինչ ասում ամենակալ Աստծո խոսքը։ Սակայն մեկ անգամ խոսեց Աստված։ Եվ մյուս անգամ բայց մարդը ուշադրություն չի անում։ Աստված բազում անգամ խոսել մեզ հետ։ Երկրորդ միտքը, երբ որ մենք կարդում ենք 16 համարի մեջ գրված է, այն ժամանակ նա բանում է մարդկանց ականջը, նրանց խրատելով կնքում է։ Մի ամենակալ Աստված, որպեսզի մեզ խրատի, մեզ սովորեցնի, ինչ է կիրառում ամենակալ Տիրոջ խոսքը եւ ինչպես բերում է այդ հիվանդությունը կամ այդ նեղությունը, կամ այդ խնդրումը կամ այդ փորձությունը։ Բուն նպատակը, որ մարդը դառնա դեպի Տիրոջը։ 17 համարից եմ կարդում, որ մարդը սեռացնե վատ գործերից եւ ամբարտավանությունը ծածկե մարդկանցից, որ ետ փայ նրանց հոգին կորստից եւ նրանք կյանքը սրով անցնելուց։ Նա խրատվում է ցավով իր անկողնու վրա եւ նա ոսկորների գրիվը սաստիկ է լինում։ Հիմա ամենակալ Աստված ամեն ինչի մեջ բարի է։ Հիվանդության մեջ է բարի, նեղության մեջ է բարի, նույնիսկ մահվան մեջ է բարի։ Եվ ես կուզեի, որպեսզի այսօր մենք տեսնենք մեր խնդրումը եւ կարողանանք այդ խնդրի լուծումը ստանալ։ Ինչ անել։ Երբ է ամենակալ Աստված իր ողորմությունն անում։ Հիշում եք 4-րդ թագավորաց գրքի մեջ երբ որ կարդում ենք 20-րդ գլխի առաջի համարից խոսքը Եզեկիայի մասին է։ Եզեկիան դատապարտված էր մահվան, բայց երբ որ ինքը ողբաց ամենակալ Աստված Եզեկիային կյանք տվեց։ Հիմա հարց եմ տալիս, 15 տարի երբ որ կյանք տվեց, Եզեկիան ինչ կյանքով ապրեց։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված մեզ հետ էլ վարվել ինչպես Եզեկիայի հետ։ Հիվանդ ենք եղել, կյանքը տվել, խնդրեմ ենք ունեցել, լուծումը տվել է։ Հիշեք կորոնայի ժամանակ ինչքան մարդիկ մահացան, բայց Աստված մեզ կյանք տվեց։ Այստեղ կան եղբայրներ, քույրեր, որոնք որ այդ կորոնայի ժամանակ շատ ծանր վիճակի մեջ են, բայց Աստված ողորմություն արեց։ Ինչու համար։ Այսօր ես եւ դու սրա մասին պիտի մտածենք։ Եվ ես կուզեի, որպեսզի լուրջ ուշադրություն տասնենք։ Ես ինչ պիտի անեմ, որ իրոք ունենամ բժշկություն։ Եվ Աստված ինչ կերպ է այդ բժշկությունը օգտագործում մեր կյանքի մեջ։ Եվ որ դեպքում է Աստված բուժում մեզ ամեն մեկից։ Առաջինը պիտի բուժի մեր հավատքը, որ ես եւ դու հավատանք, որ մեր բժշկապետը Տերն է։ Բոլոր վիճակների մեջ, երբ որ Հիսուսը բժշկություն էր անում, առաջի հարցը հետեւյալն էր. հավատում ես։ Եվ երկրորդ հետեւյալն է. քո հավատքի չափ քեզ տրվի։
Այսօր մենք ասում ենք հավատում ենք, բայց իրականության մեջ հարց եմ տալիս, այդ հավատքը իրական է թե ձևական։ Եթե այսօր որից է մեկ հիվանդին, որ ծայր աշան հիվանդ է, բերեն մի հատ շատ տհաճ համ ունեցող տեղորյակ տան եւ ասեն խմիր եւ կբժշկվես, վստահ եմ ամեն բան կանի։ Մի հարցս հետեւյալն է, որն է հեշտ եւ ծյուրին հավատալ Աստծո խոսքին, պարզ երեխայի պես, թե տեղորյակը խմելը։ Նայեք, երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոցի մեջ, հիշում եք ամենակալ Աստված հիշատակում է, որ Պետրոսը Հովհաննեսի հետ մտան տաճար աղոթք անելու։ Եվ տաճարի դռանը կար մի հատ անձնավորություն, որը հաշվանդամ էր։ Ամեն անգամ նստեցնում էին այնտեղ, որպեսզի մարդկացից ինչ-որ բան ստանա։ Երբ որ Պետրոսը տեսավ այս հաշվանդամին եւ այս հաշվանդամի բուն նպատակը, նայեք Պետրոսը ինչ ասեց այդ հաշվանդամին։ Գործք առաքելոց 3-րդ գլուխ կարդում եմ 4-րդ համարից։ Պետրոսը Հովհաննեսի հետ մտիկ առավ նրան եւ ասաց. «Մեզ նայր»։ Նա իր ուշը դարձրեց դեպի նրանց, սպասելով, որ մեկ բան առնի նրանցից։ Պետրոսն էլ ասաց. «Արծաթ ոսկի չունիմ, բայց ինչ որ ունիմ, այն քեզ կտամ։ Հիսուս Քրիստոս Նազարեթի անով, վեր կաց եւ ման եկ»։ Ինչ էր Պետրոսի եւ Հովհաննեսի ունեցածը։ Գրված է. «Արծաթ ոսկի չունիմ, բայց ինչ որ ունիմ, այն քեզ կտամ»։ Եվ ուշադրություն դարձեք, Առակաց գրքի մեջ կարդում ենք, որն էր Պետրոսի եւ Հովհաննեսի ունեցածը եւ ինչը բժշկեց այդ անտամալույց անձնավորությանը։ Առակաց 4-րդ գլխից կարդում եմ 20 համարից մինչև 22-րդ համարը։ Որդյակս, ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջը տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աչքի առջևից, բայր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Այսինքն Պետրոսի եւ Հովհաննեսի ունեցվածը միայն Աստծո խոսքն էր։ Այդ անդամալույցը Աստծո խոսք ընդունելով բժշկվեցավ։ Կամ հիշում եք, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարանին է անդրադառնում, բժշկություններ էր անում, գրված է, որ Հավրապետը մեծահարուստը մոտեցավ Հիսուսին եւ ասաց, որ ինքը խնդիր ունի եւ հրավիրեց, որպեսզի ինքը գար իրենց տուն։ Քուրես ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք այս անձնավորության հավատքին։ Սա գրված է Մատթեոս ավետարանի մեջ 8-րդ գլուխ 5-րդ համարից։ Եվ երբ որ Հիսուսը մտավ Կապարնայում, մի հարյուրապետ եկավ նրա մոտ աղաչում էր նրան եւ ասում. «Տեր, իմ ծառան անտամալույց ընկած է տանը, չարաչար տանջում է»։ Հիսուսն էլ ասաց նրան. «Ես կգամ կբժշկեմ նրան»։ Եվ հարյուրապետը պատասխանեց եւ ասաց. «Տեր, ես արժան չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մեկ խոսք ասիր եւ իմ ծառան կբժշկվի»։ Ուշադրություն դարձեք այս ծառայի հավատքը, ներողություն, հարապետի հավատքը, որովհետեւ ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ եւ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ եւ ասում եմ սրան գնա եւ գնում է, ուրիշին եկ եւ գալիս է։ Եվ ծառայս այս բանը արա եւ անում է։ Երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասաց ետևից եկողներին. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ այսպիսի հավատք չկա»։ Անձնավորությունը նայեք ինչ է հավանում եւ ինքը ինչ է ասում։ Ասում է, որ ես ունեմ իշխանություն ծառաների վրա կամ զինվորներով, որ ասեմ, դավանում է հետեւյալը, որ դու իշխանություն ունես ամեն ինչի վրա։ Եթե ասես, խոսքը բավական է, որ ծառան բժշկվի, պետք չէ որ ներս մտնի։ Եվ այսօր լինում է պարականներ, մարդիկ խորը մտածում են հետեւյալ կերպ. եթե ես եղբայրն աղոթի կամ ես եղբայրն են աղոթեն, ես կբժշկվեմ։ Քույրս, եղբայրս հավատքով ընդունիր Աստծո խոսքը։ Ինքը ամենակալ Աստծո բուն միտքը, որ մենք ընդունենք խոսքը, ինչպես որ կարդացինք Ելիցի 15:26 համար մեջ գրված է. «Ես եմ քո բժիշկը»։ Այդ բժիշկի խոսքին պիտի հավատաս։ Կամ բազում անգամ ես խոսել եմ Սանումացի կնոջ վիճակի վրա։ Հիշում եք 4-րդ թագավորաց 4-րդ գլխի մեջ գրված էր, որ Սանումացի կնոջ զավակը մահացել էր։ Եվ ինչ արեց Սանումացի կին։ Ուշադրություն դարձեք հավատքին։ Երեխային պարգևեց Մարգարեի անկողնու վրա, դուռը կողպեց, ամուսնուն ասեց. «Էշը եւ ծառաներից մեկին ուղարկի»։ Ամուսին ասեց. «Ինչու՞ համար ես գնում, ոչ շաբաթ է, ոչ ամսագլուխ», ասեց. «Հանգիստ եղի»։ Այսինքն կինը հավատում էր ամենակալ Տիրոջ խոսքին։ Այսօր քուրես ջան, եղբայրներ ջան, մենք շատ անգամ չենք հավատում։ Մենք կասկածում ենք, խորը մտածում ենք, որ ինչ Աստված չի կարող։ Ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Եվ նորից եմ ասում, որն է
հիվանդության բուն նպատակը։ Ամենակալ Աստված այդ հիվանդությունը տալիս է, որպեսզի մարդը ապաշխարի։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ գրված հետևյալ միտքը, Աստված մարդուն չար բաներով չի փորձում։ Այսինքն Աստծո նպատակը քեզ կորցնելը չէ, քեզ մերցնելը չէ։ Նպատակն է, որ դու բժիշկվես։ Նպատակն է առաջինը հոգևորապես բժիշկվես։ Նպատակն է, որ դու ժառանգես հավիտենական կյանքը։ Բայց դու այսօր տեսնում ես մեկ ուրիշ ձև, ուրիշ տեսանկյուն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստծո խոսքի մեջ, ուշադրություն դարձեք, Աստված Պողոսի հետ ինչ կերպ է վարվում։ Երբ որ մենք կարդում ենք 2 Կորինթացիս թղթերում, Պողոսը պիտի այդ խնդրի մեջ խնդիր ունենար եւ ամենակալ Աստված ինչ օգտագործեց Պողոսի վրայով։ 12-րդ գլուխ 2 Կորինթացիս 7-8 համարներ, երբ որ կարդում ենք, գրված է. «Եվ որ հայտնությունների առավելությամբ չպարտանամ, մարմնիս համար խայտոց տրվեցավ ինձ սատանայի հրեշտակը, որ ինձ բռնցքով ծեծը»։ Որն է նպատակը ծեծի։ Ծեծը մի մտածեք, որ մի հատ գավազան կար այդ սատանայի հրեշտակի ձեռքին եւ գավազանով ծեծում էր։ Կամ երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիս 12:6 համարի մեջ գրված հետեւյալ միտքը, Աստված իրեն սիրածները կխրատե։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Ինչ ապտակում է, չէ, այս ծև չէ, կարող է լինել հիվանդություն, նեղություն, խնդրեմ, խնդիր։ Բուն նպատակը, որ մարդը դառնա դեպի ամենակալ Աստված։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամենակալ Աստված իրոք ամեն բան անում է, լոկ նպատակը, որ դու ժառանգես հավիտենական կյանքը։ Եվ երբ որ մենք նայում ենք խնդիրների մեջ, շատ անգամ սա կարտասում է հուղարկարության ժամանակ, նայեք Աստծո մեծ ողորմությանը։ Նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Ուշադրություն դարձեք, Եսայի մարգարության 57-րդ գլխի 1-2 համարներն եմ կարդում։ Երբ որ նայում ես մարդու կյանքում այս դժվար խնդրը կա, երբ որ հարազատը, մտերիմը այս աշխարհը թողնում է, Աստված բարի է։ Եսայի մարգարության 57-ի 1-2 համարներն եմ կարդում։ Արտարը կորչում է, ուշադրություն անող մարդ չկա։ Բարի մարդիկ վեր են առնում առանց մեկի իմանալու, թե չարիքի առջևից առնվեցավ արտարը։ Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք հանգչում են իրենց հանգչարաններում, որոնք ուղղությամբ են վարվում։ Այսինքն, չգիտենք ինչ խնդիրներ, խնդիրներ պիտի կա գալիք ժամանակահատվածներում։ Աստված այնքան ողորմած է, թույլ չի տալիս, որ մարդը խնդրեմ ունենա։ Մի լինում է պարակ ասում են, ինչի համար է այս հիվանդությունը։ Եղել է պա, որ որից է մեկը հիվանդացել է, վերջը, եղբայրներից մեկը ասել է, ինչ մեղք ես գործը։ Մարդիկ առաջինը տեսնում են մեղքը։ Անցավ ժամանակահատված ինքն էլ հիվանդացավ, երբ որ իրեն հարցնում են, «Բա ինչ մեղք ես գործը», պատասխան չկար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, առաջինը ուզում եմ, որ մենք ամեն մեկս տեսնենք, Հոբի կյանքում այդ ամեն խնդրը Աստծո թույլտվությամբ եղը։ Եվ հիշեք Հոբը ինչ է ասում ինձ եւ քեզ։ Ահա երանելի այն մարդը, որին Աստված խրատում է։ Ուրեմն ամենակարողի խրատը մի մերժը։ Հոբի տառապանքը, որից է մեկը սկրնանք տանենք։ Բայց ուզում եմ կարդալ Հոբի այդ տառապանքների բուն հիմքում ինչ է եկած։ Ինքը Հոբը խոսում եւ ասում է, համար մենք կարդացինք, գրված է, Աստված մեկ անգամ խոսեց, բայց մարդը ուշադրություն չի անում։ Եթե մարդը չի լսում, Աստված չի ուզում մարդուն կորցնել։ Եթե մական պարտեզի մեջ բավական էր ընդամենը մեկ հարցը, ուր է Սատան, բայց ամենակալ Աստված նաև խոսեց հետևյալը. ով պատմեց մերկես։ Այլ երրորդ արդյոք այն սարիցը կերար։ Աստծո նպատակը Ադամին Եվային դուրս հանելը չէր։ Աստծո նպատակը Ադամին Եվային եթեմական պարտեզի մեջ պահելն էր։ Եվ այսօր եթե մեր կյանքի մեջ կա խնդիր, խնդրեմ, Աստծո նպատակը մեզ կորցնելը չէ, մեզ հավիտենական կյանք տեղափոխելն է։ Եվ նայեք Հոբի խոսքերին, մեկ անգամ խոսեց, բայց մարդը ուշադրություն չի անում։ 16 համարի մեջ գրված է, այն ժամանակ բանում է մարդու ականջը եւ խրատում։ Ինչ կերպ է բացում։ Մարդուն հեռացում է վատ գործերից։ Ինչ կերպ։ Մի հատ հարց եմ տալիս, մարդը ավելի շատ երբ է խորում եւ մտածում։ Կյանքի մասին, խնդիրների խնդիրներ, երբ որ ինքը մահիճի մեջ է, այդպես է թե չէ։ Հիվանդության մեջ մարդը
խորում մտածում է այդ մասին։ Շատ անգամ ուշադրություն դարձեք, կարդում է այս համարը, նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Ժողովող 7-րդ գլուխ 2-րդ համարի մեջ գրված հետեւյալը. Լավ է գնալ սքիտում, քան թե գնալ խնջույքիտում, որովհետեւ մա ամեն մարդի վերջ եւ ապրողը կպահի այդ իր սրտում։ Մավան տեղն է, որ մարդը մտածում է այս մասին, մեկ օր ինքն է կանգնելու այս վիճակին։ Հիմա հարց եմ տալիս. Աստված ինչի համար է քեզ տալիս այդ հիվանդությունը։ Նպատակը քեզ կորցնել, ոչ, նպատակը քեզ հավիտենական կյանք շնորհել։ Բուժումը կայանում է Աստծո խոսքին հավատալով, ընդունելով Աստծո խոսքը առանց կասկածելու։ Լինում է բարակա ուշադրություն դարձեք, կարդում եմ Հակոբու թղթերի մեջ հետևյալ տողերը, ինչ է ասում Հակոբոսը ինձ եւ քեզ։ Գրված է սա 5-րդ գլուխ 14 համարից։ Եթե ցեսանից մեկը հիվանդ է, թող եկեղեցի երեցին կանչե, որ նրա վրա երեսներին կանչե, որ նրա վրա աղոտ կանեն, նրան յուղով ոցեն Տիրոջ անունով։ Այսօր մարդիկ խորը մտածում են հիվանդ են, երեսներին կանչեցին, աղոթեցին եւ բժշկվա։ Եթե դու չես հավատում, ամբողջ աշխարհի երեց եպիսկոպոսներն են, որ կան աղոթեն, դու բժշկություն չես ստանա։ Հիսուս ինչ կերպ էր գործում։ Առաջի հարց հետեւյալն է. հավատում ես եւ երկրորդը քո հավատքի չափ քեզ տրվի։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետեւյալն է։ Նորից եմ ասում, ինչու համար գումարները տակ բժիշկներին, ասում փառտվեք։ Հավատացեք Աստծո խոսքին։ Որն է հեշտ այդքան տառապանքով, խնդիրներով անցնել, թե ընդամենը մեկ բա հավատալ մաքուր սրտով առանց կասկածամտության, որ Աստված ամենակարող եւ Աստծո խոսքը կարող է քեզ բժշկել եւ ոտքի կանգնեցնել։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկից։ Հիմի կարող է լինի պահեր, որ նայվի հետեւյալ կերպ։ Այսօր ինչքան անհավատ մարդիկ կան, հիվանդություն չունեն։ Հիշեք Ասապին, որը իրոք տրտմել էր իր մեջ խնդրեմ էր, նայում էր մարդիկ Աստծուց հեռու էին։ Ուրիշ կյանքով էին ապրում, բայց ցավ չունեն, տառապանք չունեն, նեղություն չունեն։ Ասապ ինչպես ինչ էր ասում, նախանձով լցվա հպարտների վրա ամբարիշտների խաղաղությունը տեսնելիս։ Ամբարիշտ անձնավորություն է, ցավ տառապանք չունի։ Բայց ես հասկանում եմ հետեւյալը, եւ ընդունում եմ այդպես. Աստված իրեն սիրածները խրատում է։ Թե ինչ կերպ է ինքը ծեծում կամ ինչ ձև է ինքը գիրառում այդ խրատը ինքը գիտի։ Հոբին շատ անգամ լինում է մարդիկ կարծես թե բացասական կերպար են ներկայացնում։ Հոբը լավագույն կերպարներից մեկն է։ Մարդ, որ ամենամեծ տառապանքը կրեց եւ այդ տառապանքի մեջ երբեք Աստծուն անարգանք չբերեց։ Ամիթը հնարավոր է 10 զավակ կորցնել մեկ օրում եւ ասել հետեւյալը. Աստված տվեց, Աստված վերցրեց, Աստծո անունը օրհնյալ լինի։ Սա գալիս է Հոբ կերպարի դրականը, որ ինքը Աստծո է վախ եւ Աստծուն սիրող անձնավորությունը։ Կամ հիշեք 6-րդ գլխի 10 համարում 8 համար եթե կարդակ այնտեղ գրված է ինչ է ասում Հոբ, ուշադրություն դարձեք, ես միշտ մտածել եմ Հոբի կարգավիճակի մեջ մարդը այդ պարակայում ինչ կուզեր։ Վստահ եմ առաջինը երեխաների կյանքը։ Երանի թե ուզածս կատարեր եւ իմ ակնկալածս տար Աստված։ Երանի թե ուզածս կատարվեր, ինչ կուզեր ծնողը երեխայի կյանքը։ Ինչ է ակնկալում ինքը Աստծուց, որ երեխաները ոչ ունեն, բայց 10 համարի մեջ ինչ ասում, այն ժամանակ դեր մխիթարություն կունենա կոստոտա անխնած ցավերի մեջ, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, բայց Հոբը այդ իրողությունը հասկացավ։ Նորից ուզում եմ անդրադառնալ Հոբի այդ խոսքերին, նայեք, երբ որ դուք գնաք 33-րդ գլուխը ամբողջությամբ կարդացեք, 14 համարի մեջ ասում է, որ Աստված մեկ անգամ խոսեց, բայց մարդիկ ուշադրություն չեն անում։ Բայց Աստված չի դատարում, գիտեք, մարդուն խրատելուց եւ սովորեցնելուց։ Շարունակության մեջ գրված է. Այն ժամանակ բանում է 16-րդ համար մարդու ականջները եւ խրատում։ Ինչ կերպ։ Այս խնդիրներով, խնդիրներով։ Հիմի հարց եմ տալիս, երբ որ քո կյանքի մեջ խնդրեմ կա,
Արդյոք դու տեսնում ես, որ Աստված հեղինակն է, ինքը ուզում է քեզ խրատը։ Աստծոյ հավիտենական ծրագիրը մեկն է, որ դու իրեն հետ հավիտյանս հավիտենես լինես երկնքում։ Աստծո հավիտենական սերը երևաց մեր ամեն մեկի վրա։ Ուշադրություն դարձեք, իշքան ենք մենք մեղանչում օրվա մեջ Անանիա եւ Սաֆիրա։ Հարց եմ տալիս, Անանիա եւ Սաֆիրայի մեղքն է, մեզ թե մեր։ Անանիան Սաֆիրան ընդամենը մեկ անգամ մեղանչեցին, սուտ խոսացին կիսով չափ, իրենց ունեցվածքն էր։ Բերեց Պետրոսի ոտքերի ներքո կեսը, երբ որ հարցրեց, «Էսկանով ես ծախես», սուտ խոսեց։ Մենք այսօր իշքան ենք սուտ խոսում։ Բայց հետաքրքիր է, Աստված ինչի չի պատժում, որն է պատճառը, որովհետև Աստված ինձ եւ քեզ հավիտենական սիրով է սիրել։ Եվ իրեն հավիտենական ծրագիրը, որ ես եւ դու լինենք Քրիստոսի հետ, հավիտյանս հավիտենից։ Եվ այս ամենի մեջ Աստված բարի է, նորից եմ ասում։ Երբ որ մենք կարդում ենք ողջ Երեմիայի մեջ, ներողություն, Երեմիայի մարգարության մեջ 8:32-ում գրված է, «Պալասան չկա քաղաքում կամ բժիշկ չկա»։ Միթե Գյումրիում բժիշկ կամ պալասան չկա, կա բժիշկ։ Եվ այդ բժիշկները բժշկապետը Տեր Հիսուս Քրիստոսը։ Պալասանը Աստծո խոսքը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու ամբողջ սրտով հավատանք։ 107-րդ Սաղմոսի մեջ 20 համարը, նայեք ինչ ասում։ Կներեք։ Սաղմոս 2-ն ինձ եւ քեզ 107-րդ Սաղմոս 20 համարի մեջ գրված է։ Իր խոսքն ուղարկեց եւ նրանց բժշկեց եւ նրանց ազատեց իրենց կորստիցը։ Իր խոսքը ուղարկեց եւ նրանց բժշկեց։ Մենք Առակաս գրքի մեջ կարդացինք, չէ՞, 4-րդ գլուխ 20-ից 22-րդ համարի մեջ, որ ասում է. «Որդյակիմ զգուշությունը կամ ամբողջ միտքը հետեւյալն է, որ ես եւ դու մեր հայացքը ուղենք ամենակալ Տիրոջ խոսքին։ Որդյակս ուշադիր եղիր իմ խոսքերին, ականջը տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աչքի առջևից, բայց նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին, նրանց բոլոր մարմնին բժշկություն»։ Ոչ թե կես մասին, այլ բոլոր։ Հիշեք, տարիներ առաջ գիտեմ, հիմա էլ կա թե չկա, անձնավորություն կար, գծե հետևում, որ բժշկություններ էր անում։ Երևանից եկել էին մարդիկ, մեր եղբայրներից մեկն էր բերել իր մեքենայով, մտել էր այդ մարդը դուրս էր եկել, ասել էր, ինչ եղավ, ինքը ասել էր, որ ինքը հիվանդությունները չի բժշկում, այսինքն ինքը ունի ցանկ, որ հիվանդությունները, ասում է, այդպես չէ։ Լինում է, որ գնում ես մի հատ բժիշկի մոտ, ասում է, դու իմ հիվանդս չես։ Այսօր բոլորը Աստծո հիվանդն են։ Եվ Աստված պատրաստ է ամեն մեկին բժշկել, որովհետև ինքն է բժիշկների բժշկապետը։ Սիրելի քույր, սիրելի եղբայր, եւ ես մեկ միտք եմ ասելու եւ վերջացնելու եմ։ Երբ որ մենք նայում ենք, Ասապը խնդրեմ էր ունեցել, որովհետև Ասապի կյանքում չէր կատարվի այն, ինչ որ ինքը ուզում էր։ Եվ ասում է, քիչ է մնացել, ոտքերս ծռեն եւ բան չմնացել կնաս կսա։ Բայց ուշադրություն դարձեք, Սուրբ Գրքից անդրադառնում եմ ավելի երիտասարդ մարդկանց վրայով խոսքը Միսակ, Սեդրակ, Աբեդնագոյի մասին է։ Դանել մարգարություն, եթե կարդաք, այնտեղ գրված է, որ Նաբուկոդոնոսոր թագավորը դուրայ դաշտում արձան էր կանգնեցել եւ բոլորին ստիպում էր, որպեսզի այդ արձանին երկրպագություն անեն։ Բայց այս երեք երիտասարդները ծում չծրեցին։ Եվ հրամայեց թագավորը, որ գցեն կրակով պորպոկված հնոցի մեջ։ Ուշադրություն դարձեք այս երեք երիտասարդների հավատքին։ Կարդում եմ 17 համար, Դանել մարգարություն 3-րդ գլուխ 17 համար։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով պորպոկված հնոցից, եւ քո ձեռքից ով թագավոր, նա մեզ կազատե։ Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, որ ով թագավոր, որ քո Աստծուն մենք չենք պաշտում, քո կանգնած արձանին երկրպագություն չենք անում։ Այստեղ հավատքի ամենապարսակուն կետը սա է, իսկ եթե ոչ։ Այսինքն, եթե Աստված ինձ չբժշկի, մենք հավատում ենք, որ ինքն է բժիշկների բժշկապետը։
Եթե չբժիշկի, ուրեմն Աստված բարի է։ Գիտե, որ այդ վիճակի մեջ ինքը պիտի փառավորվի։ Եվ ի օգուտ է քեզ։ Գուրա ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Հավատանք Աստծո խոսքին անմնացորդ